Կենտրոն և Նոր Գմարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշեց Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ հայտնի բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել երկամսյա կալանքը, որպեսզի վերջինս չխոչընդոտի նախաքննությանը։ Մարտի 13-ին ձերբակալված ՀԱԿ ակտիվիստին կասկածում են մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ քաղաքացիական հագուստով ոստիկանների հետ վիճաբանության մեջ մտնելու առնչությամբ, սակայն Խաչատրյանի պաշտպանական կողմը դեպքին ականատես ցուցարարներն ու նրա հարազատները պնդում են, որ միջադեպը հրահրել են քաղաքացիական հագուստներով այդ անձինք, ովքեր չեն ներկայացել որպես ոստիկան։ Նրանք Խաչատրյանի ձերբակալությունը կապում են նրա քաղաքական հայացքների հետ։ Դատի իմիտացիա էր թատրոն բառի զգունի իմաստով։ Երբևիցե այդպիսի խնդիրներ չի եղել, երբ որ պաշտպանական կողմը խնդրել է իրեն տրամադրել բավարար ժամանակ պատրաստվելու համար եւ դատավորը դնի մերժի։ Դատանը կայացրեց որոշում։ 2 ամսով կալանավորելու վերաբերյալ ընդ որում հրապարակեց մենակ եզրափակիչ մասը, իսկ որոշումը ասեց կտրամադրի 1 ժամ հետո։ Ինչ հիմքով տեղեկություն չունեմ ես այս պահի դրությամբ։ Քննիչի միջնորդությունն էր, որ ազատության մեջ որ կատարել է հանցագործություն, ազատության մեջ մնալով կթաքնվի, խոչընդոտի, խուսափի եւ այս պայմաններում խնդրել էր 2 ամսով կալանավորել։